Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Երևանի ավագանին այսօր պետք է քննարկեր տրանսպորտի թանկացման դեմ Մայր Հայաստան խմբակցության ներկայացրած նախագիծը, որի տակ կար 17,000 երևանցու ստորագրություն։ Իշխող քաղաքացիական պայմանագիր ու հանրապետություն խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քննարկմանը ու լքեցին նիստերի դահլիճը, ինչի հետևանքով նիստը չկայացավ։ Ընդդիմադիրների պնդմամբ քաղաքային իշխանությունն արհամարեց 17,000 երևանցիների կամքը եւ անփոփոխ թողեց տրանսպորտի ուղևորցի թանկացումը։ ԿՊ եւ Հանրապետություն խմբակցությունների անդամները ոչ թե մեծ բոյկոտեցին, այլ 17,000 երևանցու ստորագրությունը ավելի ճղճիմ եւ փոքրոքի, ավելի վաղկոտ եւ ողորմելի վարքագիծ դժվար է ենթադրել։ Չկայացած նիստից հետո հայտարարեց ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության ղեկավար Մանուկ Սուքասյանը։ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին թուրք լրագրողների համար կազմակերպված երրորդյա մեդիատուրի համար ծախսվել է 7,550,280 դրամ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով կազմակերպված թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների երրորդյա մեդիատուրի իրականացման համար կատարվել են տեղափոխման, կեցության եւ սննդի ծախսեր, որոնք ընդհանուր կազմել են 7,550,280 դրամ։ Թերթայեմին հայտնել է Փաշինյանի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը։ Նրա խոսքով թուրքական լրատվամիջոցներին կամ դրանց ներկայացուցիչներին որևէ վճար, օրապահիկ կամ հոնորար չի հատկացվել։ Նշվում է մարտի 10-ից 12-ը Հայաստան են այցելել 10 թուրք լրագրող, ինչպես նաեւ 5 հոգի որպես ուղեկցող անձնակազմ։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր սահմանադրությունը պետք է լինի խաղաղության պայմանագիրը, խաղաղության միտված հարաբերությունները չվտանգող։ Հարցին, թե ինչով է գործող սահմանադրությունը վտանգում խաղաղության հաստատումը, եթե նորը ըստ նախարարի պետք է զերծ լինի այդպիսի վտանգներից, Գալյանը պատասխանել է. այն, որ գործողը մեր ընկալմամբ եւ մեր պետական մարմինների մեկնաբանությամբ, այդ թվում սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ, չի կարող խանգարել խաղաղության գործընթացին, դա փաստ է։ Այսինքն մեր դիրքորոշումը նաև միջազգային հարաբերություններում դա է եւ մեր շեշտադրումը եւս դա է։ Մենք բոլորս մեր վարքագիծը պետք է կառուցենք այնպես, որ չվտանգվի խաղաղության գործընթացը, այսինքն խնդիրը մենակ սահմանադրությանը չի վերաբերում, խնդիրը բոլոր օրենքներին է վերաբերում եւ իրավական ակտերին եւ նաեւ մեր գործելավոճին, որպես քաղաքացիներ եւ նաեւ որպես կառավարություն։ Օրերս Իջևանում պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար էր անցկացվել, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր Վովա Փաշինյանի 85-ամյակին։ Նիկարմ ակումբի հրավերով մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Թեմայի վերաբերյալ հրապարակը զրուցել է սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հետ, ով զրույցում նշեց, որ Վովա Փաշինյանն իր համակուրսեցին է եղել։ Բաղդասարյանի կարծիքով Վովա Փաշինյանն ի տարբերություն վարչապետ որդու զուսպ, համեստ, հավասարակշռված անհատականություն է եղել։ Նիկոլի հայրը Վովան ինձ հետ միասին սովորել է ֆիզկուլտ ինստիտուտի մարզիչների դպրոցում 2 տարի, շատ խելոք, լավ մարդ էր։ Նա ինչքան զուսպ ու խելոք էր, այդքան իր տղան անզուսպ ու անգրագետ է, նաև շատ ագրեսիվ։ Հայր ու որդի լրիվ հակառակ կերպարներ են։ Վովան համեստությունը լրիվ իրեն է վերցրել, լավ մարդ էր։ Այո, նա դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է եղել, սակայն ես նրա մասին միայն լավը կարող եմ ասել, արժանի է, թող նաև իր անունով լինի հուշամրցաշար։ Ոչ մի վատ բան այդտեղ չեմ տեսնում, նշել է Բաղդասարյանը։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի նորանշանակ վարչապետ Մարկ Քարնիին, նշելով Հայաստանի եւ Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության միջավայրում։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով եւ մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը, խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական եւ այլ ոլորտներում, ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության, նշել է կառավարության ղեկավարը եւ Կանադայի նորանշանակ վարչապետի հետ աշխատելու պատրաստակամություն հայտնել։ Ինչպես որ ապօրինի վարքագծով այս իշխանությունն անընդհատ փորձում է մեր պետության վրա միջազգային պարտադրանքներ կապի, նույն ձևով փորձում է հիմա բերել եւ սահմանադրության փոփոխություններով իրենց հակահայկական մոտեցումներն անցկացնել։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մինասյանի խոսքով սահմանադրության փոփոխումը թշնամական օրակարգ է։ Հայաստանի սահմանադրությունը չի կարող խոչընդոտել բոլոր այն խաղաղություններին, որոնք հիմնված են հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ միջազգային իրավունքի սուբյեկտի հիման վրա, նշել է նա։ Դիտարկմանը Փաշինյանն ասում է, որ քաղաքացիները չեն քվեարկել սահմանադրության օգտին, իրենցը չեն համարում սահմանադրությունը, Մինասյանն արձագանքեց։ Բա ինքը ով է այդ դեպքում, եթե այդ սահմանադրությամբ ինքը վարչապետ չէ, բա ով է։ Ուզուրպատոր, ինքն էլ է արդեն ընդունում, որ ուզուրպատոր է։ Մարտի 18-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի падգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ գոհունակությամբ նշել Հայաստանի եւ Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգության առնչվող հարցեր եւ դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա։ Անվտանգության խորհրդի քարտուղարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ։ Վերջինիս համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Երևանը 2024 թվականի ամենաաղտոտված քաղաքների վարկանիշում 816-րդն է։ Հայաստանի մայրաքաղաքն ընդգրկված է նարնջագույն գոտում, սա նշանակում է, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելի նորմայից 3-ից 5 անգամ բարձր է։ Վարկանիշում Թբիլիսին զբաղեցրել է 1645-րդ տեղը, այսինքն այստեղ օդն ավելի մաքուր է, քան Երևանում, իսկ Բաքուն 1243-րդ վարկանիշում ընդհանուր առմամբ ընդգրկվել է 8954 քաղաք։ Այսօր մարտի 18-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում ժամը 0:15-ի սահմաններում Արտենի Արագածավան ավտոճանապարհի 4 կիլոմետրի հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 24-ամյա Հակոբ Հ-ի վարած Opel Մակնիշի եւ 49-ամյա Էդուարդ Հ-ի վարած Nissan Մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդներն ու Nissan-ի ուղևորներ Արագածոտնի մարզի բնակիչներ 42-ամյա Քրիստինե Բ եւ 9-ամսական Մարլեն Ս-ն տեղում մահացել են։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 0:05-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 73 կիլոմետր հատվածում բախվել են Շկոդա եւ Գազ 5310 Մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։ Հարվածի հետևանքով Շկոդան բախվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշին, իսկ Զիլը անցել է երկաթե արգելապատնեշի վրայով եւ հայտնվել զորակում։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։